Ստամբուլյան խարտիայում 99 թվականի եղեռնագործությունը իրականացնելուց հետո հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը որևիցե պահանջատիրություն չունի ոչ Թուրքիայի, ոչ էլ այլ պետությունների նկատմամբ։ Այսինքն ցեղասպանություն իրականացվել Արևմտյան Հայաստանի նկատմամբ նրա ժողովրդի, բայց ոչ մի դեպքում Հայաստանի։ Այսինքն մենք ուզբեկ ենք կամ այլ ազգի ենք, հասկանում եք, որից հետո հասկանալով, որ բոլոր պատասխանատվության պարտավորության խնդիրը նորից հանձնելու իրենց պապաներին պարտավորություն ստանձնած պարագայում խնդիրի առաջանալու հանձնելու այդ պատճառով բերվեց Սերժին նաև Սերժի ժամանակահատվածով 2008 թվականի այդ մարտի 1-ի անդրադարձ կատարեմ, հա։ Այո։ Որտեղ մարտի 1-ը իրականում ծրագրված էր Լևոն Տեր-Պետրոսյան, ինքը Խալիլյան Լենդրոշ, Ռոբերտ Քոչարյան, ինքը Ռաուֆ Սեյդօղլի, դատական պրոցեսներով գնում է։ Սերժիկ Նարիմանով, ինքը Սերժիկ Սարգսյան, եւ համատեղ Նիկոլ Փաշինյան, որին ժամանակի ընթացքում Գիտեք, շատ էսպես ասեմ ձեզ, փաստեր եք ասում, որը դուք ունեք ձեր ձեռքի տակ։ Իհարկե։ Խնդրեմ, որտեվ ես նաև ներողություն հեռուստատողներին ասեմ, որ քանի որ պարոն Սիմոնյանը 2013 թվականին առաջադրվել է նաև մասնակցել է Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների, ինքը մինչ օրս ամենուր ներկայանում է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, չէ՞։ Այո։ Եվ դա օրենքով դուք ունեիք ամեն փաստաթղթով, դատարանով, բոլոր համակարգերով ես հանդես եմ գալիս, թե դատախազություն, թե ազգային անվտանգություն, թե միջազգային, նաև դատարաններ, միջազգային կառույցներ, այդ թվում նաև դեսպաններին եւ այլն, ներկայանում որպես նախագահի պաշտոնակատար։ Իդեպ ասեմ ձեզ, որպես նախագահի պաշտոնակատար նաև միջազգային ատյաններով ներկայացված է մեր հայոց պահանջատիրությունները։ Այո, եւ դուք ոչ միայն ներկայացել եք Հագայի դատարան, ՄԱԿ-ին, այլ մարդու իրավունքների այո, եւ նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, նաև ՕԲՍ ԵՀԿ, նաև այնտեղ Եվրոխորհուրդ, Եվրոմիություն եւ այլն։ Եվ այդ ամենը դուք ներկայացրել եք որպես Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար։ Մի դեպքում սկզբնական պարագաներում, երբ դեռևս դատարանը չէր ճանաչի որպես նախագահի պաշտոնակատար, ներկայանում է որպես տեխնացու, որովհետեւ տեխնացության process, այսինքն ինձ ապօրինի հեռացրեցին, պարզ ասեմ, այսինքն երկու բառով նշեմ, հա։ Այո։ 2013 թվականի նախագահական ընտրությունները անցկացվել են ապօրինի, անօրինական կոպիտ խախտումներով, թե քրեական, թե քաղաքացիական, թե վարչական, թե միջազգային, թե սահմանադրական օրենքների կոպիտ խախտումով, մոտավորապես 100-ից ավել հոդվածներով, որի վերաբերյալ նշված ժամանակահատվածում եւս մտել են բոլոր համակարգերով, բոլոր դատախազություն, ազգային անվտանգություն, դատարաններ, վերաքննիչ, վճռաբեկ, քաղաքացիական, քրեական, վարչական, սահմանադրական, բոլոր տեղերից։ Դուք անցել եք այդ բոլոր բաներով։ Այո։ Եվ հիմա դուք պաշտոնապես ճանաչում եք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոն։ Եվ նաև կա հոդվածներ տպված մամուլով, որով հստակ ասում են, որ դեռևս Սերժի ժամանակահատվածում 13 թվականի, հա, անդրական process-ների ժամանակ, որ Հայաստանում կա գոյություն ունի նախագահի պաշտոնակատար, Սերժը գիտի, բայց այդ մասին լռում է, ինչու չեն այդ մասին բարձրաձայնում եւ այլն։ Հիմա եւս բոլոր պարագաներով, այսինքն գործընթացներով նկատի ունեմ, որոնք ներկայացում են թե գլխավոր դատախազության, թե ազգային, թե դատարաններ, հա, բոլոր տեղերով ես ներկայանում եմ որպես նախագահի պաշտոնակատար։